Ողջույն, ես Հայկ Սուլթանյանն եմ, Spin Ideas Agency-ի մարքեթինգի բաժնի ղեկավարը։ Այս Spin բլոգի շրջանակներում խոսելու եմ մի թեմայի մասին, որը շատ քիչ եմ հանդիպել նմանատիպ բովանդակություններում։ Հուսով եմ այն կհասնի իր հասցեատերերի։ Խոսքը շատ ցավոտ թեմայի մասին է, եւ ոլորտի ներկայացուցիչների համար, եւ բիզնեսի ներկայացուցիչների համար։ Մարքեթինգային բյուջե Երբ բիզնեսը տարեկան բյուջե է կազմում, եթե իհարկե կազմում է, սովորաբար բովանդակությունների մշակման համար նախատեսված բյուջեն նշվում է մարքեթինգի բաժնում որպես ծախս։ Առաջին հայացքից տրամաբանական է, բայց վերջին շրջանում հաճախ եմ մտածում. կարող է այս մոտեցումը այդքան էլ ճիշտ չի։ Ես կարծում եմ, որ ճիշտ մշակված բովանդակությունը մեր օրերում հանգիստ կարելի է դիտարկել որպես ակտիվ, բայց մինչ առաջ կգնանք, եկեք հասկանանք ինչ տարբերություն կա ակտիվի եւ ծախսի մեջ։ Ֆինանսական տերմինաբանությունում ծախսը այն գումարն է, որը վճարելուց հետո սպառում է իր ազդեցությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածում։ Օրինակ, վարձակալություն, կոմունալ վճարներ, գրասենյակային այլ ծախսեր եւ այլն։ Դուք վճարում եք, ստանում եք արդյունքը եւ ազդեցությունը հիմնականում ավարտվում է։ Ակտիվը հակառակը այն է, ինչ ստեղծում է արժեք երկարաժամկետ հատվածում։ Այն մնում է բիզնեսի հաշվեկշռում որպես ռեսուրս, որը ապագայում եկամուտ է գեներացնում կամ նպաստում է եկամուտ գեներացնելու։ Սարքավորումը ակտիվ է, գույքը ակտիվ է, թիմը ակտիվ է, հաճախորդների բազան ակտիվ է։ Այստեղ ամենևին էլ հարցը այն չէ, որ ֆինանսական տերմինաբանությունում կամ հաշվարկներում փոփոխություններ լինեն, այլ այն, թե դուք ինչպիսի մոտեցում եք ցուցաբերում։ Օգտագործում եք բովանդակությունները որպես ակտիվ, թե որպես պարբերաբար հրապարակվող պոստեր։ Միջին եւ մի շարք խոշոր բիզնեսի ղեկավարների մեծ մասը բովանդակությունների մշակման արտադրության 3 մոտեցում ունի։ Առաջինը՝ պետք է ակտիվ լինենք սոցիալական ցանցերում, երկրորդը՝ մրցակիցները անում են, մենք էլ պետք է անենք։ Եվ երրորդը՝ թող մարքեթինգի թիմը պլան կազմի եւ պարբերաբար ինչ-որ բան հրապարակի։ Անշուշտ սա կազմակերպված մոտեցում է, բայց համակարգ չէ։ Այստեղ բացակայում է մեկ կարևոր հարց. ինչ արժեք են ստեղծում այդ բովանդակությունները բիզնեսի համար։ Ոչ թե այսօր, այլ 6 ամիս կամ 1 տարի անց։ Երբ դուք գնում եք սարքավորում, դա հաշվարկվում է որպես ակտիվ, որովհետև այն երկարաժամկետ արժեք է ստեղծում։ Երբ դուք ներդրում եք անում վաճառքի թիմի կառուցման մեջ, դա նույնպես երկարաժամկետ ազդեցություն ունի։ Բայց երբ բովանդակություն եք արտադրում, դուք այն դիտարկում եք որպես օպերացիոն ծախս։ Ինչու՞։ Եթե բովանդակությունը կառուցում է վստահություն, ձևավորում է դիրքավորում, կուտակում է ճանաչելիություն, բացահայտում է թաքնված պահանջմունքները եւ ստեղծում պահանջարկ, ապա դա կապիտալ է, ոչ թե օրվա հրապարակում։ Խնդիրը սովորաբար այստեղ է։ Բիզնեսները արտադրում են կամ պատվիրում են այնպիսի բովանդակություններ, որոնց ազդեցությունը որպես արժեք չի կուտակվում։ Այն շատ կարճ ժամանակ անց սպառում է իր ազդեցությունը։ Իսկ երբ ինչ-որ բան սպառում է իր ազդեցությունը հաշվետու ժամանակահատվածում, այն դառնում է ծախս։ Իսկ հիմա պատկերացրեք, որ ձեր յուրաքանչյուր հաջորդ բովանդակություն ավելացնի շուկայում ձեր դիրքը, ապա այն արդեն ակտիվ է։ Հիմա հավանաբար հարց կառաջանա. իսկ ինչպես տարբերել բովանդակությունը արժեք է ստեղծում, թե օրվա հրապարակումը։ Ռազմավարական մակարդակում բովանդակությունը 4 ֆունկցիա ունի՝ դիրքավորում, պահանջմունքի բացահայտում, պահանջարկի ձևավորում, վաճառքի ցիկլի կրճատում։ Վերջինը վերաբերվում է նրան, որ երբ դուք շուկայում արդեն որոշակի ճանաչում ունեք, վաճառքը 0-ից չի իրականացվում։ Այստեղ կարևոր է հասկանալ մի բան. բովանդակությունները չպետք է լինեն հերթական հրապարակման տրամաբանությամբ։ Դրանք պետք է աշխատեն որպես համակարգ։ Իսկ այստեղ միայն կրեատիվ միտքը արդեն բավարար չէ։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Պատկերացրեք միջին չափի արտադրական ընկերություն։ Այն ունի լավ արտադրանք, ունի կայք, սոցիալական ցանցերում պաշտոնական էջեր, ունի վաճառքի թիմ կամ վաճառքի այլ տրամաբանություն։ Բայց բովանդակությունը հիմնականում այսպիսին է. Թրենդի կրկնօրինակում, վիրուսային կոնտենտ, ոլորտի մասին տեղեկատվական բովանդակություն, բլոգերների կողմից պրոդուկտի ներկայացում։ Այս ամենը իհարկե վատ չէ, բայց սա տեղեկատվություն է, ոչ դիրքավորում։ Հարցը հետևյալն է. արդյոք շուկան հասկանում է, թե դուք ինչ խնդիր եք լուծում ավելի լավ, քան մյուսները։ Ավելին, իսկ դուք գիտեք, թե ինչ եք ավելի լավ լուծում, քան մյուսները։ Եթե ոչ, ապա բովանդակությունը կարող է շատ լավը լինել, բայց դեռ ակտիվ չի դարձել։ Իսկ ինչու է այդպես։ Սովորաբար 3 պատճառով։ Առաջինը՝ չկա հստակ ռազմավարական ուղերձ։ Երկրորդը՝ բովանդակությունը կապ չունի պրոդուկտի հանդեպ սպառողական վարքագծի հետ։ Երրորդ՝ չկա արդյունավետության չափման տրամաբանություն։ Եթե դուք չեք հասկանում այս կետերի նշանակությունը կամ թե ինչպես է բովանդակությունը ազդում պրոդուկտի հանդեպ պահանջարկի ձևավորման վրա,
դուք այն չեք կարող գնահատել որպես ակտիվ։ Այն մնում է ծախս։ Լավ, իսկ ինչպես մտածել այլ կերպ։ Եթե դուք բիզնեսի ղեկավար եք կամ SMM մասնագետ, առաջին բանը, որ կարող եք անել, ձեր մարքեթինգային գործառույթներում փոխեք ընդամենը մեկ բան։ Ինչ ենք պոստելու հաջորդ շաբաթ հարցը փոխարինեք, ինչպես ենք ուզում մեզ ընկալի հասարակությունը որպես ապրանքանիշ կամ այլ կերպ ասած, ինչպես ենք ցանկանում մեզ դիրքավորել հաջորդ 12 ամիսների ընթացքում։ Սա ամբողջովին փոխում է մոտեցումը, եւ այստեղ արդեն անհրաժեշտ է մեթոդաբանություն։ Միայն կրեատիվ գաղափարները բավարար չեն լինի։ Ես հաճախ եմ տեսնում, որ ձեռնարկությունները բովանդակությունների վրա ծախսում են գումար, բայց չեն ստանում արժեք։ Եվ դա բնական է, եթե բովանդակությունը դիտարկվում է որպես գործառնական ակտիվություն։ Բայց այն պահից, երբ դրանք սկսում եք արտադրել որպես բիզնես ակտիվ, փոխվում է ամբողջ տրամաբանությունը։ Եվ դրա համար պետք չէ փոխել գործիքները, պետք է փոխել մտածողությունը։ Եթե դուք փոքր կամ միջին բիզնես եք եւ ուզում եք հասկանալ, թե ձեր բովանդակությունը ակտիվ է, թե պարզապես ակտիվություն, սկսեք ձեզ այդ հարցը տալուց։